դասի թեմայով եղնագիրը ազգային տնտեսություն։ Հիմա կկատարենք Learning Games կայքի միջոցով մի վարժություն, խնդրում եմ միմյանց չխանգարել, պատասխանում ենք ձեռքով։ Առաջի հարցը։ Նարը կարդա հարցը, երևում է, փոքրիկ է, դա ես կկարդամ։ Առանձին երկրներում պատմականորեն ձևավորված մարդու աշխատանքային գործունեության ամբողջությունը կոչվում է այսինքն ինչ բառ եք լրացնում այստեղ, ազգային, այո, ես լրացնում եմ ազգային բառը։ Ազգային, այո։ Անցանք հաջորդի երկրորդ հարցը այստեղ է։ Մանա, երբ տնտեսության ճյուղային կառուցվածքում գերակշռում է գյուղատնտեսության տրված արտադրանքի բաժինը, այդ տնտեսությունը ինչ էին անվանում։ Ինչպիսին է։ Բանը արդեն հուշում է, եւ որ գյուղատնտեսության արտադրանքի բաժինն է։ Գյուղատնտեսական, չէ՞, այսինքն երբ որ տնտեսության մեջ ամենաշատ արտադրանքը բուսաբուծության, անասնապահության մթերքներ, ասում են, որ այդ տնտեսությունը գյուղատնտեսական է այդ երկրում։ Լրացնում եմ գյուղատնտեսական։ Ճիշտ է, չէ՞ տարերի քանակը տեսանք։ Երրորդ հարցը Լևոն, կարդա, կանգնիր։ Ազգային տնտեսության երկրորդ մակարդակը կոչվում է արդյունաբերական, այո։ Այսինքն ինչ հասկացան, առաջի զարգացման մակարդակը յուրաքանչյուր պետության գյուղատնտեսականներ սկսում էին մշակել նոր արդեն կամած զարգանալով արդյունաբերական ձեռնարկություններն էին սկսում զարգանալ։ Այո, երկրորդը արդյունաբերականն է։ Երրորդ հարցը երրորդը մենք արդեն ասացինք, ով չկարդաց, Սամվել դու կարդա, քեզ համոտ է, լավ երևում է։ Երկրներում թողարկած արտադրանքի մատուցած ծառայությունների միագումարը արժեք կոչվում է։ Երեք տարբերակ գրենք, հիշում եք այն հապաղումը, որ դասագրքի ներքևի հատվածում լավ բացատրվում էր, ինչ էր կոչվում։ Հն այն կանանում, ինչն էր դա։ Երբ որ ցույց էր տալիս, թե տվյալ երկրում մեկ տարվա կտրվածքով արտադրանքի ծավալից ինչքան եկամուտ էր ստացել տվյալ պետությունը ԱՄՆ դոլարով հաշված։ Այո, համախառն ներքին արդյունքի մասին է խոսքը։ Այստեղ ինչ եմ գրում լրացրել։ Այո, հն ինքը հապաղում է։ Հաջորդ հարցը, երրորդը։ Նարի ասես, տնտեսության կառուցվածքը լինում է տնտեսության տարածքային եւ այսինքն ինչ եմ լրացնում։ Այո։ Եվ վեցերորդը տնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնացնում են ոչ նյութական արտադրության ճյուղեր եւ այո, ոչ նյութական եւ նյութական նյութական արտադրության ճյուղեր։ Եվ վերջինը, տեսնենք էս ինչ երկար։ Այն երկրները, որոնց տնտեսության արտադրանքի բաժնում ոչ արտադրական ոլորտի բաժինը 50%-ից ավելի է, այդ երկրի տնտեսությունը կոչվում է միջարդյուն։ Ինչ է կոչվում։ Ուրեմն ասեցինք, առաջինը ինչ է կոչվում։ Գյուղատնտեսական, արդյունաբերական եւ հետարդյունաբերական։ Մոռացել եք։ Հետարդյունաբերական։ Տեսա՞ք, տարերի քանակը լեգիթեց, ինձ թվում է ճիշտ է։ Հիմա ստուգենք։ Ամբողջը կանաչեց, նշանակում է մենք բոլոր հարցերին պատասխանել ենք ճիշտ։ Հիմա եկեք դուք ասեք, ձեր կարծիքով հարցերի մեծ մասին ով պատասխանեց։
Հենիկը պատասխանեց, հենիկը վաստակում է մի հատ թուղթ, որի վրա գրված է բառ։ Հիմա մի առաջադրանքի բան, սա վերցրու, բռնիր, ունենք 4 թերթիկ ունենք, 4 ակտիվների թերթիկ եմ տալիս, ինքը բառաշահել, որ հիմա պիտի կազմենք մի նախադասություն թեման։ Էլը որ պատասխանել հարցերի, ճիշտ, Նարեն, եկեք մի թերթիկ եմ տանք Նարենին, իրարից անկախ բառեր են։ Ում եմ տալիս հաջորդը։ Լևոնը լավ է պատասխանել։ Եթե դուք ուզում եք, որ Լևոնի տան, տան Լևոնի։ Ում եմ տալիս չորրորդը։ Որ քեզ թերթիկ տալու ինեմ տան, Նարեն։ Չէ, հարցերի չես պատասխանել։ Հիմա հաջորդը դու ես ասելու։ Ում եմ տալիս։ Եթե ուզում եք Սամվելին տան, տան Սամվելին։ Հիմա մենք ունենք 4 բառեր, բայց մի առաջադրանք ևս անենք ու արդեն անցնենք այդ թերթիկների հետ աշխատանքի։ Հիմա ես բացում եմ ևս մեկը շատ կարճ մի առաջադրանք, որպեսզի դասի ամենակարևոր գաղափարը կազմենք ու անցնենք հաջորդ նյութին։ Ինչ է պահանջը, կարդացեք։ Դասական երկրների տնտեսական Ուներ է հաջորդականություն։ Հիմա, այստեղ մենք ունենք արդյունաբերական բառ, գյուղատնտեսական բառ և հետաքրքրական բառ։ Երկրորդը արդյունաբերական, հիմա տեսնենք ճիշտ եք ասում, թե չէ։ Այո, ճիշտ է։ Հիմա, մինչև թերթիկներին անցնելը, ձեր սեղանների վրա տեսնում եք գունավոր թերթրված, Սամվելում եք հո թերթիկները։ Այստեղ մեկը կա, որ ես նախատեսել էի, որ պիտի այստեղ ամենաշատացնեք, հիմա սա է տալիս եմ Սամվելին, դուք ունեք 3 թերթիկ, կարմիր, դեղին և կանաչ։ Հիմա բացացրեք թերթիկներից մեկը, կարմիրը նշանակում է, որ դասը չեն յուրացրել, դեղին նշանակում է մասնակիորեն են յուրացրել, և կանաչ նշանակում է, որ ես հաստացել եմ դասի ամբողջ բովանդակությունը։ Բարձացրեք, որոշեք ու բարձացրեք։ Լավ, այսինքն մենք ունենք 3 դեղին և 4 կանաչ։ Դասանի մեծ մասի կողմից նախկին նյութը յուրացված է։ Նարեն, ինչն է խնդիրը, որ դասի մասնակցությունը մի փոքր թերի էր, շնորհակալ որ լսում էի ուշադիր, չէիք հասկացել դասը, թե տանը չէիր աշխատել։ Ոչինչ, հիմա նոր նյութից, քանի որ սրանք իրար հետ շատ կապված են, աշխատում ենք, ուշադիր լսել, անհասկանալի հարցեր տալ, որպեսզի մենք դրդիկ չունենանք։ Լավ, Սամվել, ինչն էր անհասկանալի ինձ համար։ Դու տեսա հարցերին դաս չկարողացար պատասխանես, հա, դրանով որոշեցու դերում բարձրացնես։ Մանա, կոմոդ ինչն է խնդիրը։ Որ հարցեր տալի կամ ինչ-որ պետք է պատասխանենք թերից։ Զգացի, որ թերանում ես։ Լավ, մենք աշխատելու ենք ամբողջ ընթացքում, այս թերությունները, որոնք առկա են, վերացնենք, բայց բառատեսակ չտեսնեք։ Հիմա, դուք ունեք նարնջագույն վաստակած, էլիկ, դուք ունեք վաստակած նարնջագույն թերթիկներ, ու հիմա 4-ով եկեք էստեղ, կամ մի սեղանի շուրջ հավաքվեք, այնպես որ մյուսները նույնպես մասնակցեք, դուք մոտեցեք, ու փորձեք ձեր ստացած բառերի միջոցով կազմել մեկ ընդհանուր բառակապակցություն, Նարա, Մանան, Նարեվ, եկացեք, որ աշխատանքին մասնակցեք։ Ճիշտ է, ես նկատակին, բայց միասին ենք անում։ Մենք կտա Ինչ էր։ աշխատանք Լավ, շատ ճիշտ է, աշխատանքի միջազգային աշխարհական անվանումը, այսպես ասենք, որտեղ բառը միջազգային աշխարհական այսպես։ Հիմա եկեք նույն հաջորդականությամբ գրատախտակին փակցնենք, որ դասի վերնագիրը նոր նյութի ամբողջ դասի ընթացքում մեր աչքի առաջ լինի։ Փակցրեք։ Աշխատանքի, ճիշտ է, միջազգային, այո, աշխարհական, բաժանում։ Շատ ապրետենստեք։ Դե հիմա ինչ ասեք, տեսնենք, ինչ ենք հասկանում սա ասելով։ Աշխատանքի միջազգային աշխարհական բաժանում, այս բառերի զուգորդումը ձեզ ինչ-որ մի բան ասում է,
Ոչ։ Որ աշխատանք ունի բաժանում էր։ Աշխատանքը բաժանում է։ Օրինակ, ասած է, տեսնելու ինչ։ Որ այդ աշխատանքը մեր միջազգային աշխատանք, որ մենք աշխատում ենք, աշխարհում կա ու բաժանվում է տարբեր մասերի։ Այո, ունի այդպես է։ Մարդը կատարած ցանկացած գործ կարող է լինել տարբեր, դրա համար աշխատանքները բաժանել են տարբեր մասերի։ Այո, որ ինչ լինի։ Որպեսզի մեր գործը ինչ լինի։ Հեշտանա, այո, ապրեք։ Հիմա աշխատանքի միջազգային աշխարհական բաժանում հասկանանք, թե աշխարհի մակարդակով ինչ մասշտաբներ է կրում։ Այսօր մեր դասի թեմային նպատակն է ձևավորել գիտելիքներ և վերլուծական հմտություններ երկրների և տարածաշրջանների տնտեսական մասնագիտացման ու առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։ Դասի վերջնարդյունքները մեկնաբանել աշխատանքի աշխարհագրական բաժանման էությունը, տարբերակել դրա տարածքային մակարդակները, դրանք են ներշրջանային, միջշրջանային և միջազգային, ինչպես նաև միջազգային արտադրական մասնագիտացումը տարբերակել և դրա էությունը հասկանալ։ Հիմա աշխատանքի աշխարհագրական կամ տարածքային բաժանման ասելով ինչ ենք հասկանում։ Առանձին տարածաշրջանների երկրների և դրանց առանձին հատվածների միջև աշխատանքի բաժանումը։ Մենք ընտանիքում առօրյայում նույնպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր վրա դրված որոշակի աշխատանք, պարտականություն, հա։ Մայրիկը ճաշ է պատրաստում, ոտանավոր է հիշեցի, հա, ծանոթ հիմնականում տղամարդիկ են կատարում, աշակերտ ձեր պարտականությունը դա սովորել է, որպես աշակերտներ դուք ձեր աշխատանքն եք կատարում, իհարկե պարտադիր չի աշխատանքը բարձրացնում, մայրիկը որ ճաշ պատրաստում չի բարձրացնում, չէ՞։ Հասկանում եք, կատարում ենք բաժանը, որպեսզի մեր առօրյան ավելի հեշտ կազմակերպենք։ Հիմա պետությունները նույնպես դա անում են։ Մի պետությունում, տեսեք, օրինակ Արարատյան դաշտն են պատկերել ինչի համար, որպեսզի օրինակ հասկանաք, Արարատյան դաշտը մասնագիտացել է գյուղատնտեսական մթերքների արտադրության, բուսաբուծության կարևորագույն շրջանները, խաղողի գործները, ինքը ամբողջ Արարատի մարզը ամբողջ հարաբերության մատակարարում է գյուղեր և օրինակ ինքը չունի տուֆի պաշար կամ պղնձի պաշար, եթե ցանկանում է տնտեսություն ձևավորել, ուրիշ մարզից կամ ուրիշ երկրից կարող է ներկրել։ Հա, այսպես ստացվում է հարաբերություններ։ Աշխատանքի աշխարհագրական բաժանումը ըստ տարածքի ընդգրկման լինում է ներշրջանային, այսինքն օրինակ եթե վերցնենք մի պետության մի մարզի մեջ բնակավայրերի փոխհարաբերությունները։ Սյունիքի մարզի տարբեր քաղաքների միջև օրինակ։ Սյունիքի մարզում են գտնվում Կապան և Քաջարան քաղաքները իրենց հետ ինչ տնտեսական համագործակցության մեջ են գտնվում։ Մենք այդպես ենք անվանել ներշրջանների շրջանի ներսում, Սյունիքի մարզի ներսում։ Միջշրջանային երկու շրջանների միջև, օրինակ Լոռվա և Սյունիքի միջև։ Շրջանայինն է, որ մի շրջանի մեջ արդեն ասացի, միջշրջանայինը երկու տարբեր շրջանների միջև և միջազգային արդեն ամբողջ աշխարհի մակարդակով, այո, մենք այսօր շեշտը դնելու ենք միջազգային բաժանման վրա։ Աշխատանքի բաժանում կատարվում է տարբեր մասշտաբներով, բայց այսօր մենք միջազգայինի վրա ենք շեշտադրումը կատարել։ Հիմա եկեք այս սահմանումը դուք կատարեք։ աշխարհի մասշտաբով աշխատանքի աշխարհագրական բաժանումն անվանում ենք աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանում։ Այո։ Հիմա տեսեք, տրված է օրինակ Ռուսաստանի Ուրալյան տնտեսական շրջանը մասնագիտացել է մետաղադրության և էներգետիկայի ուղղությամբ։ Շվեյցարիան, Իտալիան, Ֆրանսիան աչքի են ընկնում բարի արտադրությամբ, այո, նաև գինի, այո, շատ կար է թվարկել, ես օրինակներից մեկական եմ բերել։ Չինաստանը, Հնդկաստանը, Շրի Լանկան, բրնձի բրինձի նույնպես այո, բայց Կենիան է ստեղծվել է, այո, Ճապոնիան, ավտոմեքենաների և էլեկտրոէներգիայի արտադրությամբ, Գերմանիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան ու զարգացած հետարդյունաբերական երկրներ, այստեղ պիտի նշենք բանկային ծառայությունների ոլորտում, ֆինանսաբանկային, այսինքն հարուստ պետությունները կամ թեկուզ ոչ հարուստ, իրենց գումարները պահում են այս բանկերում, այո։
ազգային մոնոպոլիաներ, սրանց անվանում ձեռնարկություններ, որ աշխատանքայնություն ունեցես, այդպես բոլորը ծանոթ են, չէ՞։ BMW, MAN, հիգիենիկ միջոցներ, այո, Boss, Audi, Adidas, տարբեր ճյուղերի ձեռնարկությունների ուրեմն ֆիրմաներ։ Այստեղ աղջիկները կհետաքրքրվեն, հա, Dior, Louis Vuitton, սրանք են ֆրանսիական բրենդներ են, Hermes, Versace։ Եվ իսկ որտեղ է Հայաստանի Հանրապետությունն աշխարհի միջազգային աշխարհագրական բաժանման մեջ։ Ճյուղային տարածքային առումով։ Հիմա տեսեք, սրանք տեսեք ձեզ հայտնի լոգոներ են։ Գիլիկյաբը, Գյումրի, Հայտնի չէ բոլորը։ Տեսնում եք, որ մենք ասում ենք Հայաստանի տնտեսությունը զարգացել ոչ։ Մենք այնքան ձեռնարկություններ ունենք, այսպես հետաքրքիր, որ նաև արտահանում ենք ուրիշ պետությունների հետ, գտնվում ենք հարաբերությունների մեջ։ Թարգետն ու ստավին չէ։ Որը Թարգետը մեկի ստավին։ առաջինը չնստեցի լավ, բայց սալի տեքստիլի կենտրոնն է։ Բայց դա նույնպես տեքստիլ է։ Այո, տեքստիլ, այսինքն հագուստ են արտադրում, կոշիկ են արտադրում, պայուսակներ են արտադրում, բավականին բարձրակարգ բրենդ է։ Լավ, հիմա տեսեք ինչ ենք անում։ Եկեք խմբերի բաժանվենք։ Լևոն, վերջոց Տուռնարան և Հենիկը մնան նստած։ Լևոնը թող գա Մանանի մոտ։ Լավ, երեքով դուք աշխատեք, Նարեն և Սամվելը միասին, Հենիկը Նարեն միասին, գալիս ես Նարեի և Մանան, Լևոնը վերջան։ Հիմա ինչ ենք անում, կատարենք քարտեզագրական մի հետաքրքիր առաջադրանք։ Նախ ումը եկեք թող ընտրի յուրաքանչյուր խումբ իր համար որևէ արտադրանք։ մեքենա։ Լավ, Հերիկն արդեն իրեն ընտրեց։ Դուք ինչ եք ասում։ Ոչինչ տարբերություն չկա։ Առաջինը հագուստ եք ընտրում։ Դուք ընտրում եք շապիկը, բամբակյա ենթադրեք գործվածք է։ Քարտեզ եք հիմա տալիս։ Իսկ սա ձեզ։ Նշանները որտեղ է զարգացել։ Դուք ո՞րն եք ընտրում Նարեկ, Վանա։ Մենք ավտոմեքենա։ Ավտոմեքենան Հերիկ ենք ընտրել են, շապիկը ընտրել են Նարեան։ Սուրճն եք ընտրում, լավ։ Հիմա, տեսեք ինչ եք անում։ Այս ամուսակի միջոցով պետությունների տեղը քաղաքական քարտեզի վրա գտնելով, ինչպես նաև ձեզ հատվածներ են տալիս։ Ինչ ուզում եք աշխատեք։ Ավելի լավ կլինի մատիտներով, գունավոր ինչ-որ մարգերներով։ Դուք եք ընտրում պայմանական նշանը, որ նշանով եք ձեր ընտրած ապրանքը դնելու քարտեզի վրա։ Ընտրում եք պայմանական նշանը, գտի երկրների տեղը ամուսակի մեջ։ Եվ սլակով ցույց տուր արտադրանքի հումքի տեղափոխման ուղղությունը։ Ցույց տալ, որ համար ասենք։ Ուրեմն մենք ընտրել ենք սուրճը, մեքենան, բամբակյա շապիկը, երկուսը ընտրող չեղավ, ոչինչ։ Բամբակյա շապիկ ենթադրեք, Նարեան գտնում են քարտեզի վրա Հնդկաստանի ու Չինաստանի տեղը, դրա վրա նկարում են իրենց ընտրած պայմանական նշանը և սլակով ինքը գնում է այստեղ, այնուհետև լինում է այստեղ։ Հա, սլակերը, որ տեսնեք այդ ապրանք երկրագնդի վրա, այո, քարտեզի վրա։ Ինչ շրջանառություն է կատարում։ Ուրեմն հումքի գերտիրն է, որտեղից օրինակ բամբակը դուրս է գալիս։ Այնուհետև գնում է, ներեցում եք, այնուհետև գնում է արտադրվում է այս պետությունում և արդեն պատրաստի շապիկը կարված ամերիկացի, եվրոպացին հագնում է։ Դա տեսնեք այդ բամբակը ուր է գնում, երկրագնդի վրա ինչ պտույտ է կատարում, որ հասնի իր սպառողին։ Լավ, աշխատում ենք 10 րոպե, եթե շուտ վերջացնեք, շատ ավելի լավ թեթև առաջադրանք է։ Աշխատեք։ Չէ, երթիկից, քարտեզի վրա են գնում։ Դու նկարում ես, հեշտ պայմանական նշան ընտրիր։ Տեսում եմ։ Ուզում եք փոխեք, ընտրեք։ Խնդիր չկա, փոխեք։ Ես այստեղ գույներ կարող եմ դարձնել։ Առաջ կուսանքներ ունի։
Վերջացնում ենք երեխեք։ Այո, Նշանները դրեցինք, սրանքներով նշեցինք, որ որտեղից է տեղափոխվում հունքը եւ որտեղ է սպառվում։ Մինչեւ վերջին կետը նշել ենք։ Լավ, դե ուրեմն եկեք ներկայացնենք։ Ով է առաջինը գալիս։ Ո՞ր դուք։ Մեկը դրել ավտոմեքենա, ավտոմեքենան ստեղծվեց Գերմանիայում ու Ճապոնիայում։ Ճապոնիայից եւ Գերմանիայից դուրս է գալիս։ Դուրս է գալիս ու Ճապոնիայից ստանում են Ատլանտյան օվկիանոսով, բերում ԱՄՆ հասցնում։ Հատես ինգլացիոց դուր։ Ճապոնիայից դուր եւ Ես Ճապոնիայում ստեղծվեց, դեսել ու Գերմանիա։ Այս է Գերմանիայում ստեղծվեց Ճապոնիայից դուրս է գալիս, Մտածենք, որ խաղ օվկիանոսով է գնում, շատ ճիշտ է։ Գերմանիայից նույնպես դուրս է գալիս, Որ օվկիանոսով, Ատլանտյան օվկիանոսով, այո։ Հետո արդեն հասնում է Չինաստան, ԱՄՆ և Գերմանիա։ ԱՄՆ-ից Չինաստան և Կորեա, Ճապոնիայից գնում է Կորեա, իսկ ԱՄՆ-ից հետա գալիս Չինաստան։ Նաև Ճապոնիայից Իսկ վերջում արդեն և վերամշակում ամեն ինչ կատարվում է, ԱՄՆ-ից գնում է Եվրոպա, Ճապոնիայից Այսինքն ավտոմոբիլը արդեն վերջնական արտադրված նարը չեն լսում, թե վերջնական արտադրված գնում է Եվրոպա։ Այո։ Ապրեք, ինչ նշան էիք ընտրել։ BMW։ BMW-ի նշան էիք ընտրել։ Ապրեք։ Նարեկա։ Որն էիք դուք ընտրել։ Սմարթֆոն։ Ահա, հետո փոխեցիք շապիկն էիք ընտրել։ Սմարթֆոնը, ուրեմն, որտեղից է դուրս գալիս։ Չինաստանից, Ճապոնիայից, Դες ce spune șugin nu despre ce care. Չինաստանից, այլ Չինաստանից դուրս է գալիս ու եք գնում։ Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Այո, ԱՄՆ, Գերմանիա եւ Ճապոնիա։ Ցույց տուր Ամերիկան, Գերմանիա եւ Ճապոնիան։ Ես ո՞րն է։ Իրենք կարող են Ամերիկան, այո, Գերմանիա, Եվրոպան գտնում են։ Այո։ Եվ Ճապոնիան։ Դե այն ծերուլը։ Հորիզոնի կողմը նշել։ Մանուշակը։ Մանուշակագույնը որ կողմում է հորիզոնի։ Ես։ Հորիզոնի այդ կողմին ինչ էին անվանում։ Արևելյան կողմում Չինաստան եւ Ճապոնիա։ Գտանք։ Այո, Ճապոնիա։ Լավ, ինչ նշան էին ընտրել։ Ահա, iPhone-ի նշան է։ Բայց iPhone-ը մի քիչ շատ բան է ընտրել հակասական է։ iPhone-ը Ամերիկայում արտադրվում։ Ամենատարբեր Samsung։ Եթե օրինակ ընտրել եք Չինաստան, շատ հանգիստ կարող են Samsung ընտրել։ Nokia։ Չէ, Nokia ֆինական է։ Ֆինական է։ Ֆինական է, լավ, իսկ է կապ չունի։ Եվ երրորդ խումբը եկեք ներկայացնել։ Շաբերցրեք, որ միանգամից նաև քարտեզի վրա ցույց տալ, ես քարտեզները մանանը քարտեզ շաբերցրում։ Որն էինք ընտրել, որ նշանը սուրճն է ընտրել, ահա։ Դե ասեք տեսնեմ, որտեղից է դուրս գալիս։ Դե ցույց ես տալիս մանան քարտեզի վրա Բրազիլիան եւ Վիետնամ։ Այո։ Չէ, Գերմանիա չեք նշում, նարե։ Վիետնամը հարավ-արևելյան Ասիա, այստեղ է։ Ոչինչ, տարածաշրջանները մենք 8-րդ դասանում ենք անցնելու նորմալ է, որ վերնալ չգտնենք ու խելքանրու նարե։ Նարեն է ասում, թե չկվերցրու, որ դա քեզ օգնի։ Ուր է գնում, Վիետնամից, Բրազիլիայից դուրս են գալիս, սուրճանի հետև արտադրության երկիրը որն է։ Ֆրանսիան և Նիդերլանդները։ Եվ ստարման երկրները, որոնք են սուրճը որտեղ են մեծամասամբ ստարում,
դե ցույց տուր մանան ԱՄՆ-ը եւ որն է Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ամբողջությամբ ցույց տուր, եվրոպական երկրները։ Այ, չէ, անունն է։ Չէ, սա Եվրոպան։ Չէ, դա Եվրասիան է։ Լավ, նստեք, ապրեք։ Հիմա երկու հարց, եթե հարցի պատասխանում եք, տեսնենք ու տրամաբանությունները լավ աշխատում կամ ով ավելի լավ առաջադրանքի արդյունքում հասկացավ այս գաղափարը, ինչու է հումքը երեխեք արտահանվում այն երկիր, այն ոչ թե տեղում օգտագործվում։ Ասեն հումքը վաճառում են այն երկրին, որ այդ հումքին են զարգացաշի դրամ այն վաճառում։ Որ զարգացած չի, ինչի նկատի ունես։ Այսինքն դա իրան որ չի վաճառում ընդհանրապես չի գործում քիչ։ Տեխնոլոգիաները զարգացած չեն, որպեսզի մշակի։ Վաճառում է ու այն մասը, որ իրենց մոտ զարգացած այդ փողը ստեղծում ավելի լավը ու սկսում արդեն աճել։ Լավ, ընդունեցի, ճիշտ է։ Այսինքն ինքնավ պետք է հիշենք, որ զարգացող երկրներից է հումքը հիմնականում արտահանում դուրս գալիս երեխեք։ Իրենք չունենալով զարգացած տեխնոլոգիաներ, արտահանում են, որ գումար ունենան, գումներ իրենց հումքը վաճառելու։ Իսկ արդեն զարգացած երկրները Օրինակ Աֆրիկայում շատ են ստացվողների գնում են, մշակում են, ավելի թանկ ինքնարժեքով վաճառում են այդ տարածաշրջանների վրա։ Լավ, երեխաներ, հիմա ես ձեզ մի քանի հարց տամ, որպեսզի հասկանանք, հասկացանք մենք ինչպես չէ։ Մենք կարողացանք յուրացնել ներս կատարած առաջադրանքների արդյունքում։ Եկեք դուք վերցրեք, Եվ նարը հուսամետես դրանցի Հիմա, երկու րոպե, շատ չէ, մտածում եք ձեր հարցի շուրջ և պատասխանում եք։ Հետևին է, ահա։ Շարունակություն է, հարցը մի քիչ երկար է եղել, գրել եմ թերթիկի հաջորդ կողմում։ Որտեղ եք դուք արքիս։ Քանի որ սա նոր դասն է, կարող եք օգտվել դասագրքից, որովհետև դուք սա դեռ դասագրքի նյութը չեք յուրացրել։ Հանգիստ օգտվեք դասագրքից, պատրաստվեք և ինձ տվեք այդ հարցերի պատասխանները։ Կարող ես գնել, կարող ես հանրավոր պատրաստել, տեսնեք նարեքու հարցը որն էր։ Ամենահեշտ հարցը քոնն է, շատ լավ է, որ հեշտը քեզ ողգ է։ Ավարտել ենք։ Ես գնում։ Կամ մի ասա, հետիք։ Ինչ նշանակություն ունի աշխարհակարգի միջազգային աշխարհական բաժանման աշխարհում։ Նշանակություն եկեք ասենք, այդ իրես չեմ ասել, որպես այդպիսին ինչն է։ Դուք Որի այդ համագործակցում շփվում են այդ ինչ-որ նյութերի այդ փոխանակում վաճառում մի երկրի մյուսի վրա ու այդ աշխատանքով մի երկրի զարգանում երկրերի այդ հումքը բերում ու զարգացում այդ հումքը։ Այո, զարգացած երկրները գոնե ինչ-որ ձևով զարգացող երկրներին օգնում են ֆինանսապես, այո, շատ ճիշտ է, պատվեր։ Հաջորդ հարցը, ով է պատասխան։ Սամվել, ասա։ Բոլորովին պատասխանելու է։ Տարածքի երկրորդ աշխատանքի աշխարհագրական բաժանումը ինչ տիպերի է լինում։ Լինում են ներշրջանային, միջշրջանային և միջազգային բաժանումներ։ Շատ նորից նայում ենք։ Միջազգային, միջշրջանային, ներշրջանային, միջշրջանային և միջազգային, այո։ միջազգային ամբողջ աշխարհները Սա չեմ հորանա չէ, այսօր ամենից շատ որի մասին խոսեցինք։ Այո, դե հիմա Նարեն ասում է, թե ինչ է Աշխատանքի աշխարհագրական բաժանման գործել է նկարագրական։ Ճապոնիան ավտոմոբիլության աշխարհում առաջինն է, ավտոմոբիլաշինության աշխարհում առաջինն է։ Արտադրանքի ծավալով որքան արտահանում է այլ երկրների։
որոնք արտահանում է այլ երկրներ։ Ասում է Ճապոնիան ավտոմոբիլաշինության աշխարհում քանակով առաջինն է, արտադրանքի թողարկված, եւ առաջինն է։ Եվ ասում է, որ ձևն է բնութագրված, այսինքն եւ որ Ճապոնիան արտահանում է այլ երկրներ, դա որ ձևն է։ Գերման։ Այո, աշխատանքի միջազգային աշխարհագրական Ես համաձայն չեմ։ Ինչին չես համաձայն։ Գերմանիան ավելի լավ։ Գերմանիան որակյալ մեքենաներով է առաջատարից, թվականակով Ճապոնիան։ Լավն է, ապրես նստի, հաջորդը ով է։ Նարան։ Հերիքը որոշել է, որ նարան է, ասա նարան։ Բայց ես Բայց արտադրողները եւ դրանց արտադրության առաջատար երկրներ։ Մենք այսօր շատ խոսեցինք։ Ճապոնիան ավտոմեքենա։ Ոյ, բոլորը բացի զուսպիրք ես, դրսի։ Ահա, դժվարացա։ Հա, առաջինում հարցերին այդքան լավ չպատասխանեցինք, լավ։ Հաջորդը, ամենահետաքրքիրը քեզ համար ո՞րն էր։ Վերջին մասնիկը։ Նշի, որ քեզ համար ամենահետաքրքիրն էր։ Եվ հաջորդ դասին որ հատվածում ավելի շատ կլինես։ Ասեմ։ Հենց Սամվելն է ինքը իր համար պատասխանում։ Դու ես բոլորդ գալու եք։ Դու գնահատես Սամվելին, դե ինքը պիտի ասի որտեղ է դասը։ Ահա, ավելի ուշադրություն ես դա։ Զարում եւս։ Արի մերի։ Վերցրու դու փոքիր ու փախցրու համապատասխան վայրը։ Ինչպես։ Այո։ Քեզ մոտ ամենից լավը որ հատվածը ստացվեց։ Քո կարծիքով դու պիտի նշես, ես չեմ կարող ասել քո կարծիքով որ ստացվեց։ Ես ո՞րն եմ։ Ուսուցիչ կողմը Ես էլ Գալեցի, ապրես։ եմ։ Որտեղ դժվարացար։ Թումա, դեռ մի գոբսը չտրանքիներ։ Լավ, նշիր։ Ես էլ Որտեղ եմ դրել։ Առաջին։ Տեսնենք որտեղ է ասպիկներն ավելի շատ լինելու։ Ինձ համար ամենահետաքրքիրն է։ Բայ հարտասագրական աշխատանքը։ Աչքի եզու։ Այս նշին է։ Այստեղ անունները դեր չկա, բայց վերջում ասպիկների քանակը Որ փուլում Եթե դեռ մի գոբսանիկ տղավելուր։ Ահա, որովհետև դու արդեն հասկացար, որ թերություններ Կապույտ է բրոջ։ Բոլոր կապույտեր։ Հա, ուղղակի մենք քանակով կտեսնենք, թե որի քանակն է ավելի շատ, հետևաբար հետևություն կա։ Մենք կատարեցինք ձմեր ձևավորող գնահատումը, յուրաքանչյուրս կատարեցինք ինքնագնահատում։ Հիմա ընդհանուր պատկերն ինչ է երևում, որ երեխան էր։ Առավելապես ձեզ մոտ ստացվել է փաստորեն խմբային քարտեզագրական աշխատանքը, ավելի շատ աստղեր այնտեղ ունեք, դժվարացել եք առաջի առաջադրանքից, որ էլեկտրոնային հարթակում իրականացրեցինք, հաջորդ դասին խոսք եք տվել, որ պիտի ավելի ուշադիր կատարեք նախորդ նյութի հարցման առաջադրանքը, այստեղ ամենաշատ ասպիկները փաստորեն խմբային քարտեզագրական աշխատանքն է հավաքել, որպես լավ ստացված առաջադրանք, ամենից շատը ձեզ հետաքրքրել է դա, ուրեմն կաշխատել հաջորդ դասերին ավելի շատ առաջադրանքային ու քարտեզ անել, այո, իմ կարծիքով նույնպես քարտեզագրական աշխատանքը ձեզ մոտ լավ ստացվել էր, կարողացել եք սլայդերով շատ գեղեցիկ ձևով նշել, թե արտադրանքի տվյալ տեսակը հումքը ինչ ուղղությամբ էր գնում ու որ երկիր էր հասնում, այստեղ տնային հանձնարարություն ուրեմն ձեր հետևյալն է սիրելի աշակերտներ, պատմենք սովորել դաս H135-ից 137 աշխատանքային պետերում գրում ենք փոքրիկ զեկույց, դուք հիշում եք այն պաստառը, որ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առավել կարևոր այն բրենդները, այնտեղ որներ Grand Candy նշեցինք, ինչ եք հիշում։ Դարոյիկների դրանց մասին Հայաստանը աշխատանքի միջազգային բաժանմամբ ինչ տեղ ունի, ինչ դիրք է զբաղեցնում, գրում եք փոքրիկ զեկույց, իմ երկրի տեղն աշխատանքի աշխարհագրական բաժանման մեջ, նշում եք դեպքերի մեջ, նշումը կատարում ենք, և այստեղ մենք ունենք շնորհակալություն գեղեցիկ համագործակցության համար։ Մենք կատարեցինք ձմեր ձևավորող գնահատումը, յուրաքանչյուրս կատարեցինք ինքնագնահատում, հիմա ընդհանուր
աշխատանքը, ավելի շատ աստղեր այնտեղ ունեք, դժվարացել եք առաջի առաջադրանքից, որ էլեկտրոնային հարթակում իրականացրեցինք, հաջորդ դասին խոսք եք տվել, որ պիտի ավելի ուշադիր կատարեք նախորդ նյութի հարցման առաջադրանքը, այստեղ ամենաշատ ասպիկները փաստորեն մեր խմբային հանդիսարարական աշխատանքն է հավաքել, որպես լավ ստացված առաջադրանք, ամենից շատը ձեզ հետաքրքրել է դա, ուրեմն կաշխատենք հաջորդ դասերին ավելի շատ առաջադրանքային ու քարտեզ անել, այո, իմ կարծիքով նույնպես քարտեզագրական աշխատանքը ձեզ մոտ լավ ստացվել է, կարողացել եք սլայդերով շատ գեղեցիկ ձևով նշել, թե արտադրանքի տվյալ տեսակը հումքը ինչ ուղղությամբ էր գնում ու որ երկիր էր հասնում։ Լավ։ Հիմա հաջորդը, այստեղ տնային հանձնարարություն, ուրեմն ձեր հետևյալն է, սիրելի աշակերտներ, պատմենք սովորել դաս H135-ից 137, աշխատանքային պետերում գրում ենք փոքրիկ զեկույց, դուք հիշում եք այն պաստառը, որ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առավել կարևոր այն բրենդները, այնտեղ որն է, Grand Candy նշեցինք, ինչ եք հիշում։ Դարոյիկների չէ։ Դրանց մասին Հայաստանը աշխատանքի միջազգային բաժանմամբ ինչ տեղ ունի, ինչ դիրք է զբաղեցնում, գրում եք փոքրիկ զեկույց, իր երկրի տեղն աշխատանքի աշխարհագրական բաժանման մեջ, նշում եք դեպքերի մեջ, կատարում ենք, եւ այստեղ մենք ունենք շնորհակալություն գեղեցիկ համագործակցության համար։